Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, Հայկ, այսօր կարծես թե մեր առավոտը լի է պրեմիերաներով։ Մենք արդեն հասցրեցինք խոսել մի պիեսի տպագրության մասին, հայերեն լեզվով տպագրության մասին, որի շնորհանդեսը կլինի այսօր, իսկ հիմա խոսելու ենք մեկ այլ շնորհանդեսի պրեմիերայի մասին, որը նույնպես տեղի ունեցել, կարող եմ ասել, մոտ լավ հստակ չասեմ, րոպեներ առաջ երաժշտական աշխարհում ունենք շատ հետաքրքիր մի նորություն, սիրելիներս։ Մեզ մոտ տաղավարում են Մասիս Հարությունյանը, Արդվին համույթի գեղարվեստական ղեկավարը եւ Հովհաննես Ղազարյանը, տեսալովակի ռեժիսորը, տաղանդավոր մի մարդ։ Բարև ձեզ, բարի գալուս տաղավար։ Շնորհավոր ենք ձեզ։ Այո, Շնորհակալություն։ Նոր ձեռքբերման համար, որովհետեւ այո, երաժշտական աշխարհում գործունեություն ցավալող մարդու համար նոր երգը, նոր տեսահոլովակը դա տոն է ու մեծ տոն է, նորգույն իր երգացանկում։ Ես առաջարկում եմ խոսել Արդվին համույթի կարևոր ու առանցքային նպատակի մասին, որով դուք առանձնանում եք երաժշտական աշխարհում եւ հետո սահուն կերպով գանք արդեն այս տեսահոլովակին ու ստեղծված երգին։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Քանի որ այսօր մեր մոտ պրեմիերա է երաժշտական, ես կուզենայի շատ հակիրճ նախ ստեղծագործությունը ներկայացնել, որից հետո Հովհաննեսն արդեն կխոսի տեսահոլովակի մասին։ Գացին արտեր ստեղծագործությունը բաղկացած է 4 երգային նմուշներից, որոնք գրառվել են Սպիրիդոն Մելիքյանի կողմից եւ ներառվել եւ զետեղվել ավելի շուտ նրա գիրովական ծաղկահովիտ հավաքածուում։ 4 երգային նմուշները հաշվի առնելով իր մեղեդային ռիթմական կառուցվածքը դասավորված են ստեղծագործությունում հետևյալ հերթականությամբ՝ գացին արտեր բռնին լոր, այար կռնել ես, աղջի դու շատ խորոտ ես, իջնենք չայները, բռնենք լոր ստեղծագործություն։ Մի ամբողջ պատմություն։ Այո։ Իրականում այո, եւ այս ամենը մեկից մյուսի անցումը կատարվում է նախանվագներով, միջնանվագներով, գործիքային անցումներով։ Սա էլ արվել է նրա համար, որպեսզի ստեղծագործությունը լինի ավելի գեղեցիկ, ավելի հետաքրքիր լսողի ու կընտրողի համար։ Այսքանը երևի ստեղծագործության մասին շատ հակիրճ, արդեն Հովհաննեսը թող ներկայացնի տեսահոլովակը, հետո մյուս հարցերին ես սիրով կպատասխանեմ։ Բայց պահպանել եք հայկականությունը։ Այո, հայկականությունը պահպանված է։ Ազգային գործիքներով են բոլորը, այնտեղ սրինգ, դուդուկ, ռիթմական գործիքները, մեծ կոպալը, որը մեծ դհոլն է, հայերեն ասված, եւ դհոլը, ինչպես նաեւ ուղղակի նաեւ օգտագործել ենք ֆլեյտա, մի քիչ ավելի գունեղ դարձնելու համար ստեղծագործությունը։ Դե Հովհաննես, հիմա արդեն ձեզ մեր հարցը ուղղենք։ Ես շատ մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցերը։ Շատ։ Ես երկը որ առաջի անգամ լսեցի, դե շատ են, չէ՞, հիմա որ ժողովրդական երգերը մի քիչ չգիտեմ, թեթև ռոքային լուծումներով ու այդ իրականում շատ լավ է, որ ոնց որ նոր սերունդին լսելի դարձնենք ու ավելի բան դարձնենք, բայց այս իմ համար անսովոր էր, որ հենց մաքուր ժողովրդական լսեցի, հենց բան եղա էլի մի բան, որ սպասում էի, որ ինչ որ փոխած բան պետքա լինի, էլի, բայց հենց մաքուր ժողովրդական էր, մի տեսակ անսովոր էր ու հետո երգի մեջ հենց այնքան խորհրդավոր բան կար, որ իրականում մի քանի երգ Մասիսը ցույց տվեց, ասեց որ մեկը կուզես նկարենք։ Ես քանի որ տենց ոնց որ միստիկա շատ եմ սիրում, սրանից ինչ-որ միստիկ բան տեսա, էլի, ինքը ասենց շատ ինչ-որ վերցնող աուրա ուներ, էլի այդ երգը։ Իսկ այդ միտքը տեսահոլովակում արտացոլված է որևէ կերպ։ Ինձ թվում է հա, որովհետև այնտեղ տեսահոլովակից այնց կարամ թեթև սպոյլ անեմ, այնտեղ բաներ կա, էլի։ Եթե թեթև ուրեմն այո։ Որովհետև մեր եթերում էլ պրեմիերա պիտի լինի, րոպեներ անց, մի փոքր գուցե։ Այնտեղ սիմվոլիկ բաներ կան, էլի, շատ տեսահոլովակում, ամեն կադրը ինչ որ առանձին սիմվոլիկա է իր մեջ պարունակում ու ամեն կադրում, ամեն տեսանում ինչ որ կյանքի սկիզբ է, ինչ որ, չգիտեմ, կա հացի արարման պատկերներ, կա ինչ որ բանի սկիզբ ու անընդհատ ինչ որ կյանքի հարաբերությունների ու ինչ որ բանի սկիզբը ամեն կադրը ու ոնց որ ամեն մարդու ներաշխարհն է, թե ով ոնց է ոնց որ պետքա մարդիկ մտովի անցյալ գնան, դա իր բանը էլի, գաղափարը ու վերջում ոնց որ բոլորը նույն աուրայի մեջ են գալիս մտնում էլի, sense որ պրոստը դժվար է որ առանց նայելու եմ խոսում, հա փորձում եմ շատ բաներ չբացեմ, բայց ինքը sense շատ այդ խորհրդավորությունը կա մի խոսքով ու հետաքրքիրն է նա որ ես
մի հատ տենց horror film կար, դա էին նայե, որ միանգամից այդ պատկերները աչքից առաջ եկան, չնայած որ մեր մոտ բարի վիճակներ է, բայց զուտ վիզուալով ինքը Արի Աստերի Սոնցեստայանի ֆիլմը եթե նայել եք, շատ բան կա էլի վիզուալը նմանություններ կա, որտեղ այնտեղ էլ կոնկրետ հատված կար, որ ծիսակարգերի ու բաների մասին էր։ Երգերը հետաքրքիր ազդեցություն են ունեցել ռեժիսորի վրա, կարծում եմ, իր երևակայությունն ու մտքերը իմի բերելով, աշխատեցնելով, ըստաբար այս ամենի հիմքով մենք կունենանք հետաքրքիր ունենք արդեն։ Այո, հետաքրքիր տեսնել արդյունքը։ Հուսանք կհավանեն, հուսամ շատ մեծ հույս ունենք, որ կհավանեն մարդիկ։ Մասիս ցանկանայի հասկանալ ինչ է առհասարակ ձեզ համար տեսահոլովակը, շատ կարճ պատասխանեք, որովհետև մենք ունենք երգիչներ, ովքեր շատ հաճախ ունենում են նոր երգեր, նոր տեսահոլովակներ, դա համարելով իրենց աշխատանքի կարևոր կետը, բայց ունենք արտիստներ, ովքեր պիտի հոգով լցվեն, հասնեն ինչ-որ որևէ կետի, որ արտահայտվեն ու ներկայանան արդեն տեսահոլովակով։ Ինչպես են աշխատանքները այս մասով։ Տեսեք, մենք իրականում Արտվին համույթը ունի բավականին մեծ երգացանկ, որոշ մասերն արդեն ձայնագրել ենք, որոշ մասերը չենք հասցրել, փորձում ենք, որովհետև իրականում նյութը շատ մեծ է եւ պետք է համերգների հետ, փորձերի հետ նաեւ հարմարացնել, նաեւ ձայնագրություններ անել, որովհետեւ դրանք մնան մեր երգապնակում որպես պատմություն եւ մեր համար տեսահոլովակը այսպիսի տեսահոլովակ, որը կարելի ասել մեր առաջին պրոֆեսիոնալ տեսահոլովակն է եւ շատ կարեւոր է խմբի համար, որովհետեւ խումբն արդեն 11 տարի գործում է, ունեցել ենք շատ նկարահանումներ, ձայնագրություններ, բայց նման որակի տեսահոլովակ սա մեր առաջին գործն է եւ այդ իսկ պատճառով մեր համար շատ կարեւոր է եւ կարծում եմ մեր հանդիսատեսը, մեզ ունկնդրողները կհավանան եւ երգային կառուցվածքն եւ ստեղծագործությունն իրականում շատ հետաքրքիր է եւ այդ անցումները, գործիքային անցումները, մեղեդային անցումները եւ ինչու՞ չէ նաեւ հենց բնօրինակը, որը գրառել է բանահավաքը։ Մեծ աշխատանք է տարված, անհամբեր ենք բոլորս վայելել։ Ես առաջարկում եմ հենց հիմա առանց վարկանը կորցնելու Դավիթ առաջարկենք մեզ ու հեռուստադիտողին վայելել երգի պրեմիերա։ Ներկայացնում են Արտվին համույթի արտիստները, ռեժիսոր Հովհաննես Ղազարյան։ Խնդրեմ։ Ձեզ էլ պիտի շնորհակալություն հայտնենք մեր տաղավարում հյուրընկալվելու համար եւ ժամանակը չենք կորցնում ուղիղ եթերի պրեմիերա մեր եթերում։ Խնդրեմ։